նորից մեզ փորձում են ներքաշել մի նոր արձակախնդրության մեջ։ Մենք այսօր ստում ենք մեր գլխավոր հաղթաշարը, մեր ուժեղ Հայաստանի գլխավոր հաղթաշարը։ Ժողովուրդ, իսկ մեր ազգային արժեքները, մեր ավանդույթները եւ ընդհանրապես մեզ փրկելու համար անգրագետ լինելն ու հայերեն նորմալ խոսել չկարողանալը պարտադիր պայման է։ Չէինք հասցրել ուշքի գալ Սամվել Կարապետյանի վերբալ գլուխկոնծիներից, երեկ մեզ նոր առիթ ընձեռեց հիանալու իր ոսկեղենիկ հայերենով Ռոբերտ Քոչարյանը իր արձակախնդրությամբ, չկարողանալով արտաբերել արկածախնդրություն բառը։ Եվ այս մարդիկ եկել են փրկելու մեր ինքնությունը, որի անբաժան մասն է հայոց լեզուն։ Ահա այսպես Սամվել Կարապետյանը թող բուքսավատ անի հաղթարշավ բառի վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանը արկածախնդրություն բառն անելու արձակախնդրությամբ զբաղվի։ Մարտնչող տգիտության հաղթարշավը։ Ահա թե ինչ եք դուք անում հիմա։ Քոչարյան Ռոբերտը կամ բացարձակ ստախոս է, կամ տարական գիտելիքներ չունի Հայաստանի տնտեսությունից ու նրա վերջին տարիների զարգացումներից։ Դիտենք տեսանյութը։ Հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել, մեկ նոր ներդրում արդյունաբերության ոլորտում։ Իսկ իրական հայտարարությունն այն է, որ ժեկի թղթով նախագահ դարձած մեկը, ով պարբերաբար իր լեզվով ասած ինչ-որ բաներ է կռում, կամ պարզապես ստում է, կամ չգիտի, որ միայն անցած տարվա ընթացքում Հայաստանում գործել է 159 մշակող արդյունաբերության ձեռնարկություն, գործարան, որոնք ունեցել են 500 միլիոն դրամ եւ ավել շրջանառություն եւ ստեղծվել են ուշադրություն 2018 թվականից հետո։ Հիվանդացատանը, փոքր վիրուսի նման բաներ, տեսամերում, սկորի կանչեցին, սկորի օտարին հիվանդանոց, ու հիվանդանոցում ինձ ընդունել են ռոպեին, բժիշկները ասացին ձրի ակոբոժումը, օտիտո, պարկեցի ընդեղ, բատ վիճակում, 3 օր որ դուրս եմ եկել, բժիշկներիցնել եմ շնորհակալ, ղեկավարությունիցնել եմ շնորհակալ, մեր Նիկոլիցնել եմ շատ շնորհակալ, որ այսքան տարիներ այդ հոշոտողները մեզ թալանեցին, մեզ հոշոտեցին, վերջնականապես Աստվածը մեզ խղճաց և տվավ Փաշինյանին։ Մենք պետք է որպես իմ բալա, ես իրան ընդունում եմ ու Աստվածը կանչում իր հետ լի Աստծո, իր ցանցի հետ լի։ Ես զարմանում եմ, մենք արդեն բոլորի հաշիրը, ինքը ոչ ինա, այդ չէ, ռեկլամներ անում, չես կարող կառավարությունը արգելի, այդ ավտոբուսի ապօրինը նկարները վերեն, օրենք խախտեն, ապայնան հաղթեն։ Եթե օրենք խախտեն, Ուղղավել են շատ, որ ավտոբուսները, որ լիցենզիա չունեն, իրանք ուղղանում են, բայց որը գնում է այդ ուղղանքները, գնում է մեր երկրի բյուջե, որ վաղացնեն, ընտրենք այն մարդը, որ այդքան գաղափար չունի, որ ինքը Հայաստանի քաղաքացի չի, և ուզում է ալի վարչապետման տարել։ Դրա համար չի լինելու։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին հասկացնելու է բոլորին իրանց տեղը ցույց տալու լավ հաղթանակ են տանում։ Այս բոլոր ծրագրերը իրականություն ենք ասում։ Բարև եղբայր, մի րոպե։ Ո՞նց եք։ Լավ, շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալելու համար, շատ գոհ եմ։ Հաստատ բարձրացնելու համար։ Շատ իմ կողմից շատ շնորհակալություն մեր մարզպետից, որ խաղացանակաբացել մեզ համար։ Հա, ասեց նոր։ Շատ շնորհակալություն, շատ ապրեք, գոհ եմ։ Շնորհակալ եմ, եղբայր։ Սիրելի ջերմուկցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ջերմուկ բառը ջերմ բառից է եւ ամեն անգամ ջերմուկ գալիս իհարկե մենք ձեր ջերմությունը
զգում ենք եւ շնորհակալ ենք նաեւ այդ ջերմության համար եւ ուզում եմ ծափերով ողջունենք եկած մեր հյուրերը, իրար ողջունենք ծափերով։ Մենք շատ բարդ եւ դժվար ճանապարհ ենք անցել իրար հետ, բայց այսօր ես երջանիկ եմ տեսնելով, որ ջերմուկը բառիս բուն իմաստով վերածնվում է եւ ամենակարևորը ձեր ջերմուկը հիմնված է զբոսաշրջության վրա եւ գիտեք ամենահետաքրքիր բանը որ կա որ տեղի է ունենում հետեւյալն է որովհետեւ միշտ կա չէ այդ խոսույթը լսում եք եւ դա դրա մեջ օբյեկտիվ իրականություն եւ ռիսկ կա որ երբեմն պաշտոնյաները կարող են կտրվել մեկուսանալ իրականությունից Եվ էլի ուզում եմ այստեղ էլ պատմեմ այդ պատմությունը նախորդ օրը երբ որ էկոնոմիկայի նախարարը ասում է որ հունվար-ապրիլին Հայաստանում զբոսաշրջությունը 34% աճ է ունեցել եւ ապրիլը նախորդ տարվա համեմատ 39% աճ է ունեցել Ես նախարարն ասում եմ պարոն Պապյան, այս թվերը ճիշտ են 34-39% աճ մի տարվա ընթացքում ինչքանով է իրատեսական դե ասում եմ ինչ անեմ պարոն վարչապետ հիմի թվերը մեթոդաբանությունն է տա սեկտի համակարգով դա է ցույց տալիս մեծ տրամադրություն եւ հավեսաբերում որ մենք մեր հայրենիքը, մեր պետությունը իր բոլոր անկյուններով վայելենք։ Մենք սկսենք ճամփորդել Հայաստանում, մենք սկսենք ճամփորդել, գնանք ամենատարբեր տեղեր, Տավուշի բնակիչը գա Սյունիք, Սյունիքի բնակիչը գա Տավուշ, Շիրակի բնակիչը գա Վայոց ձոր եւ բոլորը, որովհետեւ հայրենիքը սիրելու համար, պետությունը սիրելու համար մենք պետք է պետությունը ճանաչենք։ Եվ մեր ամբողջ քաղաքականությունը ամբողջ քաղաքականությունը դրա մասին է, որ պետությունը մարդուց հեռու գտնվող եւ մարդու գլխին կախված ինչ որ բան չի։ Պետությունը մարդու տունն է, ժողովուրդը մարդու ընտանիքն է եւ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր բանը, որ տեղի ունեցել, ինչու այս էմոցիան կա, որովհետեւ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, որ դուք Հայաստանի Հանրապետությունում որոշող եք։ Դուք Հայաստանի Հանրապետությունում որոշող եք։ Կարող է ամեն ինչ չէ, որ որոշող եք։ Հասկանում եք, որովհետև չկա ծրագրից տամ, էլի, ծրագիրը։ Ես մերոր ծրագիրը անպայման հունիսի մեկի չենք մորանալու։ Մորանալու չի, ես անհամբերին որվան եմ սպասում։ Որ։ Լավ եղեք, դուք լավ եղեք, աստված ես պահապան։ շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ նախորդ անճանաչելի Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի։ Բոլորը ճանաչում են Հայաստանը։ Շնորհակալ եմ եղբայր։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում եւ լավ էլ կլինի հաջողությունը։ Շնորհակալ եմ։ Մի այսօր չենք կարա գանք սուտ կլինի, բայց մի առիթով կգանք։ Գյուղի անորից բարձրունից։ Սահմանապահ, սահմանամեր 16 միլիոն աշխատում է ձեր։ Քանի տուն է կառուցվում հիմա։ 4 հատ կառուցվել է, 10 նորը պիտի կառուցվի։ Ահա, գնում է, շարժվում է։ Կարևորը շարժվում է։ Հա ջան, հա եղբայր ջան, հա։ Բարև ձեզ ժողովուրդ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Վայք խոշորացված համայնքի սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ բուռն ծափերով եկեք իրար ողջունենք։ Ես ուզում եմ այս քարոզարշավի մի շատ կարևոր առանձնահատկության մասին խոսեմ։ Մեզ մինչև այս պահը հաջողվել է եւ հաջողում է քարոզարշավը վերածել մի յուրահատուկ տոնախմբության եւ սրա համար առաջին հերթին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, մեր երեխաներ, իմիջայլոց, իմ կարծիքով դրա պատճառներից մեկը այն է, որ մեր երեխաները շատ ակտիվ են մեր բոլոր հանդիպումներում։ Ես չգիտեմ իհարկե դա ինչի հետևանքա, ինչի արձագանքա, գուցե սոցիալական ցանցերով այդ հաղորդակցության, բայց բոլոր բնակավայրերում, բոլոր համայնքներում երեխեքը շատ ակտիվ են եւ մենք երեխեքի հետ շատ ակտիվ հաղորդակցության մեջ ենք եւ եթե ես ամբողջությամբ լիարժեք այնքան ինչքան
պոտենցիալը կա օգտագործեմ ժամանակը երեխեքի հետ շփվելու համար, ելույթ ունենալու համար ընդհանրապես ժամանակ չի մնա, եւ սա ամենակարևոր բանն է, սա շատ խորհրդանշական է, որովհետեւ իրականում այս ընտրությունների, առաջիկա ընտրությունների ամենամեծ շահառուն երեխաներն են, որովհետեւ մեր հիմնական խնդիրը, գիտեք ինչ, ընդհանրապես process-ները հետեւյալ կերպ են զարգանում, այնուամենայնիվ կյանքի փոփոխությունը որոշակի տրամաբանություն ունի, կյանքը փոխվում է, բայց ցանկացած կյանքի ցանկացած этаպում որոշակի իներցիա կա, որ գալիս է նախորդող շրջանից։ Ես օրինակ ինձ համար գտել եմ հարցի պատասխանը եւ Հայաստանի Հանրապետությունն էլ գտել է հարցի պատասխանը, թե ինչա պետք անել մեր կյանքը շրջադարձային կերպով փոփոխելու համար։ Եվ դրա համար վերջերս ընդունվել է Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման ռազմավարությունը, դոկտրինը, որտեղ կրթությունը ընդունվել է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Բարև ձեզ։ Վայ, ես քեզ ո՞նց էի ուզում տեսնել։ Վայ, Աստված ջան։ Էս ինչ հրաշք եղավ։ Շնորհակալ եմ, ոնց եք կավեք։ Ես ամիսներ առաջ այնտեղ բան եմ արել, ասել եմ ես երազում եմ, որ մեր քաղաքը մարզպետը եղնի քվական, որովհետև ասում էի, նա մեր պետության համար կանգնած է։ Մեր պետությունը պաշտպանվում է։ Ու քեզանից շատ գոհ եմ, շատ ապրել։ Շատ ուրախ եմ։ Բայց ես էլ եմ ուզում այդ բաներից։ Մենք այս պահին դրանից չունենք, սրանից ունենք։ Արտեզից շատ ապրեք, բայ։ Օրակույր ջան, բարև ձեզ, համեցեք, լավ օր ձեզ, ապրեք, հաղթելու ենք, շնորհակալ եմ շատ։ Արեն ջան, հաղթելու ենք։ Անպայման, ձեզ հետ միասին, դուք եք հաղթելու, մենք մեզ էլ հնարավորություն եք տալու աշխատենք, ապրեք, շնորհակալ եմ։